Հարգելի պարոն Կարապետյան, հարգելի Տիկին Գրիգորյան, շնորհավորում եմ ձեզ համապատասխանաբար ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունների ղեկավարներ ընտրվելու կապակցությամբ։ Ես բնականաբար միամիտ չեմ եւ չեմ ակնկալում, որ ձեր խմբակցությունների падգամավորները քվեարկելու են ինձ որպես ազգային ժողովի նախագահ։ Չնայած մարդ ես Տիկին Գրիգորյան, կարող է դուք քվեարկել։ Բայց չեմ ակնկալում։ Ես առաջարկում եմ եւ ընդհանրապես ես համարում եմ այսօրը ես համարում եմ զրոյական կետ իմ եւ ձեր հարաբերություններում եւ ընդհանրապես զրոյական կետ խորհրդարանական հարաբերություններում։ Ես առաջարկում եմ իմ նոր մատնանշած մոդելը ընդունել որպես մեր միջև կոնսենսուս։ Բարեկիրթ, սուր, չգիտեմ, շատ սուր, բայց բարեկիրթ բանավեճ միմյանց միջև եւ կառուցողական խորհրդարանական աշխատանք, որովհետև մեզ Ժողովուրդ ջան, այստեղ չեն ուղարկել իրար հետ անընդհատ միայն քաղաքական պոլեմիկա բանեցնելու համար։ Դա էլ է մաս, բայց մենակ դա չի, չէ՞, մենք մարդկանց համար, մարդկանց կյանքը, մարդկանց խնդիրները լուծելու համար ենք այստեղ։ Եվ մենք, եթե մենք չենք զբաղվում դրանով, մեր աշխատանքը դառնում է ֆարս։ Եվ եթե դուք ընդունում եք իմ առաջարկը, ես ձեզ երաշխավորում եմ եւ կարծում եմ Տիկին Մանավազյանը նույնպես երաշխավորում է, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից կլինի համապատասխան վերաբերմունք։ Եթե դուք չեք ընդունում իմ առաջարկը եւ այլ առաջարկներ ունեք կամ կարծում եք, որ պետք է շարունակել գործել արդեն վաղուց հնացած, բազմիցս ծեծված ու տրորված ճանապարհով, ապա քաղաքացիական պայմանագիրը առավել քան պատրաստ է դրան բառիս ամենակոշտ իմաստներով։ Ելույթս ուզում եմ ավարտել իմ անսահման շնորհակալությամբ բոլոր այն մարդկանց, որոնք ընկել են, որպեսզի այսօր Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենա, ընկել են, որպեսզի մենք հնարավորություն ունենանք անկախ Հայաստանի ազգային ժողովում առաջին նիստ գումարել։ Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։